Ապարան համայնքի Արագած գյուղի բնակիչ Ազատ Հովհաննիսյանը նախընտրական այս օրերին շրջել է համայնքում, զրուցել տեղացիների հետ։ Ապարանի գյուղերում ենք, վարչական շրջաններում, ամեն օր պատտվում ենք, դիտարկումներ ենք անում, շատ նարատիվներ կան, խոսում են, որ 300,000 հայ քաղաքացիների պետք է ուղարկեն Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմելու։ Խոսույթներից կամ նարատիվներից է նաև, եթե չեն գնում ընտրության, ընտրվում է իշխանությունը։ Դե նախընտրական շրջանում շատ խոսում են դրա մասին, ուղղակի վախերի, հույզերի, մարդկանց հույզերի վրա ազդելու համար։ Ընտրազանգված հավաքելու, ընտրություններում որոշակի արդյունք գրանցելու։ Դե առաջին բանը հենց որ կա դա վախն է։ Ասում է, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանում տարբեր կեղծ ու մոլորեցնող լուրերի տարածումը։ Դրանք հաճախ մեդիադաշտից փոխանցվում են առօրյա խոսակցությունների տիրույթ ու ազդում հանրային տրամադրության վրա, հատկապես որ այդ խոսույթների մեծ մասը հուզական բնույթ ունեն։ Առավել հաճախ շրջանառվում է ադրբեջանցիների գալու կամ պատերազմի նարատիվը։ Մի մասն էլ անորոշության մեջ է սոցիալական ծրագրերի հետ կապված խոսույթներից։ Թոշակների բարձրացումն ու սոցիալական ծրագրերի իրականացումը կապելով տարբեր քաղաքական ուժերի հետ։ Սուբյեկտիվ մոտեցում ունեցող մարդիկ տարբեր ձև են դիտարկում։ Ոմանց մոտ դա ընդունվում է որպես նույնիսկ հստակ փաստ, այսինքն իրականացվող գործողություն, ոմանց մոտ դա ուղղակի բամբասանք։ Հասնում ենք մանկապարտեզ, որ նոր է կառուցվում։ Համայնքում եղել է, հիմա նորը կառուցում են։ Ու կա նաև խոշորացված համայնքի մի քանի բնակավայրում է կառուցում նոր մանկապարտեզ, բայց խոսում են բնակչության շրջանում, որ դա արվում է հենց ընտրությունների հետ կապված։ 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի, 300,000 զինվոր, 300,000 չգիտեմ ինչ, չէ՞։ Տեխնոլոգիայի հարց է։ Այդ 300,000-ը հնչեցվել է։ Օպոնենտներն էլ, որ չեն կարող այդ թվը բարձրացնել կամ իջացնել, մի մասը վերցրել է այդ թվին ավելի վատ երանգ է տվել, այն մյուս մասը ուրիշ վատ երանգ է տվել, որովհետև ամենասկզբից այդ 300,000-ը դրվեց մեր բոլորիս առաջ, հիմա ասենք հասկանում եք, եթե հիմա ինչ-որ մեկը գա ասի, չէ, 300,000 չէ, 250, կասեն 300,000-ից քիչ է, որ գա ասեն 300,000 չէ, 500, կասեն ես ուզում եմ 300,000-ին անցնի, դրա համար 500-ա բերում, այսինքն հիմա մենք չունենք ուրիշ թիվ, որը կարող ենք դարձնել շահարկման առարկա, հեշտ է կառուցել արդեն եղած մի հատ նարատիվի շուրջ։ Եկեք վերցրեք խաղաղությունը։ Հիմա բոլորը խոսում են խաղաղության մասին, ու բոլորը ուզում են այդ խաղաղությունը, եւ բոլորը ասում են, որ իրանք են բերել այդ խաղաղությունը, բայց խաղաղության տարբեր ձևաչափեր իրանք ունեն։ Բայց ոչ մեկ չի ասում հիմա չէ, խաղաղությունը վատ է, որտեղ այդ խաղաղությունը դրվեց որպես նարատիվ, ու մնացածները վերցեցին ու սկսեցին իրանց էլեմենտները ավելացնել այդ խաղաղության մեջ։ Նույնն այդ 300,000-ին է, բերեցին, դրեցին, սկսեցին ավելացնել։ Երբ որ այդ նարատիվը բերում են ու հասկանում ես, որ հասարակությունը դա վերցրեց, էլ ինչի նոր բան բերել։ Հենց այդ կարելի է ստեղից կամ ճտել, էս անել, մի քիչ մքացնել, քիչ սև գույն տալ կամ կարմիր գույն տալ կամ կանաչ գույն տալ, մարդկանց մոտ կմնա այդ նույն 300,000, ես դրա վրա կկառուցեմ իմ ազդեցությունը։ Հոգեբան Դավիթ Ամիրյանի դիտարկմամբ, երբ հասարակությունը գտնվում է վախի կամ անորոշության մեջ, դառնում է հեշտ կառավարելի։ Իսկ նրանց վախի, տագնապայնության ու անորոշության մեջ պահելու ձևերից մեկն էլ հուզական բնույթի մոլորեցնող լուրերն են։ Այդպիսի լուրերի տարածումը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով ավելի հեշտ է, առաջացնելով շփոթմունք, անհանգստություն ու անապահովության զգացում։ Խոսում են մարդիկ այն մասին, որ ընդդիմությունը ընտրվի, պատերազմ հաստատ կլինի։ Չլինի էլ կեթան Ռուսաստան պատերազմ։ Բայց դրանից վախենում են։ Վախեցողը կվախենա միանշանակ։ Իսկ այս նարատիվները ինչ եք կարծում, ինչի համար է տարածվում։ Դե տարածողը դե տարածի էլի, վախի մթնոլորտ ստեղծելու բանի համար մարդկանց մոտ որոշ։ Սաղն էլ կարան սուտ լուրեր տարածեն։ Իսկ ո՞նց է ձեր մոտ սուտ լուրերը տարածվում։ Դե մեկը մյուսին այդպես լսելով, սուտ հավատալով, եսիմ։ Այն նարատիվները, որոնք որ կան, նաև այդ կեղծ
իրանց առանցքում դուք կարող եք առանձնացնել մի երևույթ, որը վախն է։ Ինչ են փորձում անել։ Փորձում են ստեղծել այդ վախի մթնոլորտը, վախեցնել մեզ բոլորիս ու վերջում տալ ներկայացնել իրանց քաղաքական գործիչները որպես վախից դուրս գալու լուծում, որպես փրկիչ, որպես մի մարդ, ով որ մեզ կօգնի դուրս գալ այդ վախերի մեջից, հա։ Բոլորը նույն մեթոդով են աշխատում, որտեղ մենք գտնվում ենք այդ ծխացող մի վիճակում, տրավման տենց մեր մեջ հա կա։ Մեզ պետք է ասենց մի հատ կայծ ու մենք միանգամից դառնում ենք այդ անհանգիստ տագնապային վիճակի մեջ։ Այս դեպքում անհրաժեշտ է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծել լսածն ու կարդացածը, ասում է հոգեբանը։ Ժողովրդի մեջ վախեր կա, ասեկոսան կա, ասում են որ Նիկոլը վերընտրվելուց հետո 300,000 ադրբեջանցի ակալի Հայաստան, պետք է դրանց բնակեցնեն։ Ես չեմ կարող ոչ մի կերպ տեղավորվեմ 300,000 ադրբեջանցի, ստեղ ոնց են բերելու տեղավորեն, երբ որ 30 տարի է իրար երեխա են սպանել։ Իրար երեխա պատերազմի ընթացքում սկսած 90-94 թվականից մինչև 20 թվականի պատերազմը։ Չի կարա, դա տեղի չի կարող ունենալ։ Բնականաբար ժողովրդի մեջ խուճապ առաջանում, ժողովուրդը վախենում են, վախի մթնոլորտ է, հազար ձևի վերլուծում են իրար մեջ։ Ասում եմ ոնց կարա դες բան եղնի։ Նիկոլ Փաշինյանը նրանց ասում, նրանք սրան են ասում, բնականաբար է դա, նախընտրական շրջանա լարվածությունը է դա, այդ ձևի սկսում են իրար քննադատել։ Հա, մեջտեղի իտոգում ժողովուրդն է դժում, ինչի մասին է խոսքը։ Այն մի կողմը ասում է, բանա, ասենք Նիկոլ Փաշինյանը ներկայացնում ասում է, ես եթե մնամ իշխանության պատերազմ չի լինելու։ Այսինքն ինչ հիմունքով պատերազմ չի լինելու։ Ես ուզում եմ հասկանամ, ես երկրի քաղաքացի եմ։ Ես երկրի հողու ջրի տերն եմ, ես համայնքի։ Ժողովուրդը ոչմ բանի չի հավատում։ Ով ինչ գալի խոսում, այլ չենք հավատում։ Всё։ Ասма այդ ասե մեգա չետ ասե միևնույն է, այն մեգա ասма Նիկոլ անցնելու է, այդ ասե մեգա չետ ասե, Նիկոլ անցնելու է, всё։ Ռուսաստանի հետ, всё։ Ես գիտեմ ինչքանով է ճիշտ, ես լրատվամիջոցներին հետևելով նայում տենում եմ որ այսօր Ռուսաստանը արդեն Հայաստանի Հանրապետության ջերմատներից, սկսած ծաղիկից, սկսած բիբարից, պամիդորից ու այդ բանջարեղենային տեսակներից բոլորը գնում է ջերմուկնա, կոնյակնա, գնաց է հասերա լարց ու կանգնած են, չեն ընդունում։ Պատճառ են բռնում, թե ասենք ստանդարտին չի համապատասխանում։ Դե արի գնա հասկացի ստանդարտին չի համապատասխանում, թե հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելով է այդ ամեն ինչը եկել։ Չես հասկանում ինչ է կատարվում։ Ոնց է ինչ ձևի քաղաքականություն է վարում։ Բացարձակապես անտարբերություն է ժողովուրդը այնքան է խափե, հավատը հույսը կորել է։ Ժողովուրդը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Ասենց կային աստեղ խոսում են, ասում են մեկ ով էլ կա, մենք էսեն, մեր վիճակը էսա, մեր հալը էսա, միևնույն է։ Նիկոլ չէ ով ուզում է կա, Քոչարյան չէ, Ծառուկյան չէ, Թատոյան չէ, ով ուզում է կա, մեր վիճակը էսա։ Ցանկացած մեկը սենց է, որովհետև ժողովուրդը հիասթափություն է ապրում։ Ապացուցում է այն ամենասկզբի ասած վստահության բացակայությունը անհատների եւ ինստիտուտների նկատմամբ։ Այդ դա է, որ ինձ մեկը ես չեմ ուզում, ես չեմ գնա, հա, դա հենց այդ վստահության բացակայությունն է։ Եթե քաղաքական գործիչը բերի բովանդակություն, ինքը դեռ ունի շանս այդ մարդու մոտ վստահությունը բարձրացնել իր նկատմամբ։ Եվ եթե մենք հիմա վերցնենք, որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում, մեր վարկային ամենակարևոր դրսևորումը պետք է տեղի ունենա ընտրության օրը։ Գյուղերը շատ իրար մոտիկ են, եթե չասեմ իրար կպած, ու հիմնական տարածված նարատիվները բոլոր գյուղերում գրեթե նույնն են։ Այստեղից երևում է Արայի, Վարդենու, Տարակաց
Շենավան, Ծաղկաշեն գյուղերը։ Նարատիվները հիմնականում տարածվում են մեդիայի միջոցով։ Լսում են մեկը մյուսից ու հենց համայնքում մեկը մյուսին պատմելով, քննարկելով, սենց խոսում են դրա մասին։ Յուրամիջում հավաքվում են տարիքով մարդիկ, իրար հետ քննարկում են, խոսում են դրա մասին։ Ու հիմնականում շատ կարևոր է նաև այն, որ մարդիկ եթե ունեն որոշակի դիրքորոշում, կողմնորոշում, արդեն քաղաքական, իրանց արդեն հաճելի է լսել են ինչ-որ իրենց դիրքորոշմանը համապատասխան է։ Ընտրություններին շատ չեն մնացել, մինչև այդ վստահ եմ շատ էլի նարատիվներ կտարածվեն, հուսանք ամեն ինչ լավ կլինի։